Երբեմն անձի մոտ որոշակի ստրեսոգեն ազդակներից հետո սեռական համակարգը կարող է իսպառ անցնել զրոյական վիճակի։ Մասնագիտական լեզվով մենք հաճախ այդպես էլ ասում ենք պաթոլոգիկ ռեֆլեքսի հետևանքով առաջացած սեքսուալ դիսֆունկցիա։ Մեր հերոսուհու մոտ ըստ երևույթին հենց այդ պատմությունն է, երբ արդեն սովոր լինելով ինչ-որ կոնկրետ իրավիճակում սեռական ակտով զբաղվել, ինչ-որ մի ստրեսոգեն ազդակ, այս դեպքում իհարկե ծառայողական համակարգի գռհիկ միջնորդությամբ իր մոտ բերել է նրան, որ առաջացել է ռեֆլեքս, պաթոլոգիկ ռեֆլեքս, որը արտահայտվում է անհանգստության, վախի, լարվածության տեսքով եւ բերում է սեռական եւ ցանկության եւ գրգռման խանգարմանը։ Նման դեպքերում կանայք երկար ժամանակ խուսափում են սեռական կյանքից, դժվար են գրգռվում կամ չեն էլ գրգռվում, պատճառը մեկն է։ Առաջացել է պաթոլոգիկ ռեֆլեքս, որը դեռ երկար ժամանակ լինելու է բավականին ակտիվ։ Ասեմ ավելին, եթե որոշ ժամանակ անց կնոջը հարկադրաբար նույն պայմաններում, ինչպես եւ այս պատմության դեպքում ավտոմեքենայի պարագայում փորձեն սեռական հարաբերություն ունենան, պատկերը նույնն է լինելու, այսինքն դարձյալ վախ, լարվածություն, երբեմն նաեւ անզուսպ նյարդային ռեակցիաներ, որովհետեւ կամա թե ակամա կինը անընդհատ հիշելու է տեղի ունեցածը եւ փորձելու է խուսափի։ Վիճակը շտկելի է, բուժելի է, պետք է նշանակել սեքսոլոգիական կուրս, թե դեղերի տեսքով հանգստացնող պրեպարատներ, թե նաև հատուկ հոգեթերապևտիկ սեքսուալ տրեյնինգներ անցկացնել, որպեսզի կնոջ մոտ այդ առաջացած դոմինանտ օջախը աստիճանաբար մարի, այսինքն արդեն վերականգնվի սեռական ցանկությունը, վախի օջախը աստիճանաբար վերանա եւ ժամանակի ընթացքում ինքը արդեն եւ սեռական ցանկություն կունենա եւ արդեն հեշտությամբ կմտնի սեռական կապի մեջ։